Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 18-ն է, սա արդեն մեր երեկոյան հաղորդումն է։ Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք ինչպես Հայաստանին վերաբերող հարցեր, այնպես էլ միջազգային կարևոր հարցեր ենք քննարկելու։ Կարևորը այս պահի դրությամբ միանգամից նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ աշխատակազմի կողմից արված հայտարարությունը, որ Հայաստանի Հանրապետությունը հետաքննել է, ոչ մի բան տեղի չի ունեցել, այսինքն ոչ մի հրադադարի խախտում տեղի չի ունեցել, փաստացի Ադրբեջանի արտգործնախարարությունը հիմա արձագանքել է եւ իրենք համաձայն չեն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հետ, ինչպես նաեւ համաձայն չեն երկկողմանի մոնիտորինգային խումբ ստեղծեն, որպեսզի վերահսկեն նման միջադեպերը, եթե ընդհանրապես նման միջադեպեր տեղի են ունենում։ Շատ կարևոր է նշել, որ Ադրբեջանը շարունակում է, մենք արդեն տեսնում ենք, որ երրորդ օրն է, ադրբեջանական կողմը շարունակում է այդպիսի հայտարարություններ տարածել եւ ուղղակի մտահոգություն կա, որ այդ հայտարարությունները տարածելուց հետո Ադրբեջանը նաեւ կարող է որոշակի ագրեսիվ գործողությունների եւս դիմել, այսինքն որոշակի սադրանքներ եւս ես այս պահի դրությամբ նույնիսկ չեմ բացառում։ Բայց կարևոր է նաեւ նշել, որ Հայաստանի կողմից հստակերկումներ են լինում եւ դրանից բացի հետաքրքիր այն է, որ ահա այս ֆոնին տարբեր երկրներ շնորհավորում են Հայաստանին եւ Ադրբեջանին, ողջունում են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փաստացի համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ։ Հետաքրքիր այն է, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունից կրկին հիշել են Եռակողմանի աշխատանքային խմբի մասին եւ նշել են, որ այն այս պահի դրությամբ ուղղակի սառեցված վիճակում է գտնվում։ Այդ մասին հայտարարել է փաստացի Օվերչուկը եւ նա նշել է, որ գործընկերները չեն դիմել այդ եռակողմ աշխատանքային խումբը փակելու համար, այսինքն դերևս Ռուսաստանը հույս ունի, որ ինչ որ եռակողմ աշխատանքային խմբով կարողանալու են աշխատանք տանել հայ-ադրբեջանական սահմանի վրա։ Հետաքրքիր եւ կարևոր հայտարարություն արել նաեւ Վրաստանի արտգործնախարար Մակաբոճ-Օրիաշվիլին։ Նա նշել է, որ Վրաստանը պետք է աջակցի իր հարևաններին եւ Վրաստանը շատ ուրախ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հայտարարվել է խաղաղության պայմանագիրը ավարտելու մասով, այսինքն Վրաստանը ողջունում է։ Դրանից բացի նա նշել է, որ Վրաստանը Սև ծովի միջոցով պետք է կապնվի Եվրոմիության հետ։ Նրա խոսքերով Վրաստանը միշտ էլ ձգտել է, որպեսզի Սև ծովը դառնա կամուրջ Եվրոմիության եւ Վրաստանի միջեւ, արևելքի եւ արևմուտքի միջեւ։ Նա նաեւ կարեւորել է խաղաղությունը եւ ստաբիլությունը մեր տարածաշրջանում, բայց նույն ժամանակ նշել է, որ Աբխազիան եւ Ցխինվալի շրջանը օկուպացված են Ռուսաստանի կողմից, ինչը ստեղծում է մեծ մարտահրավերներ Վրաստանի համար։ Այսինքն հստակ նշել է, որ Վրաստանի շրջանները օկուպացված են Ռուսաստանի կողմից, ինչը մարտահրավեր է ստեղծում Վրաստանի եւ տարածաշրջանի համար։ Իրոք ուրախացնող է այս հայտարարությունը, քանի որ մենք եւս դիտարկում ենք որպես Սև ծովը որպես կամուրջ Եվրոմիության եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ, դրանից բնականաբար կշահեն ոչ միայն Վրաստանը, այլ նաեւ շահելու է Հայաստանը։ Հայաստանին վերաբերող լուրերից նաեւ կարևոր եմ համարում նշել, որ Շվեյցարիայի վերին պալատը որոշում է ընդունել խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար վերնագրի ներքո, որով որ քննարկում էր Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձման հարցը, խաղաղ ձևով հայերի վերադարձի հարցը։ Ինչպես նշում են նախաձեռնության հեղինակները, այս նախաձեռնության նպատակը այն է, որ նպաստեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության խաղաղ ձևով վերադարձին։ Հիմնականում սրանք են այս պահի դրությամբ Հայաստանին վերաբերող հետաքրքիր տեղեկությունները։ Միջազգային կարևոր իրադարձությունների կիզակետում այս պահի դրությամբ դարձել է Գազայի շրջանը, այնտեղ արդեն խոսվում է մոտ 400 զոհերի մասին, նաև Խամասի ղեկավարությունը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, հիշեցնեմ, որ Իսրայելը վերսկսել է պատերազմական գործողությունները ընդդեմ Համաս շարժմանը եւ Համասն էլ հիմա սպառնում է, որ կարող են իրենք սպանել այն գերիներին, որոնք որ դեռևս մնացել են Համասի ձեռքում։ Ուկրաինայի մասով եւս կան մի քանի հետաքրքիր հայտարարություններ։ Ուկրաինայի արտգործնախարարը այսօր հայտարարել է, որ Ուկրաինան հստակ պատրաստ է, որ այս տարվա մեջ պատերազմը ավարտվի Ռուսաստանի հետ։
Այսինքն Ուկրաինայի կողմից հստակ ուղերձներ են հիմա հնչում, որ Ուկրաինան պատրաստ է, որպեսզի ավարտվի պատերազմը։ Հետաքրքիր հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նա առաջարկել է փաստացի դաշնակիցներին ամերիկյան զենքի փոխարեն ձեռք բերել ֆրանսիական զենք։ Նա առաջարկել է Patriot-ի փոխարեն ֆրանսիական եւ իտալական օրինակները, ինչպես նաեւ AF-35 ինքնաթիռների փոխարեն ֆրանսիական Rafale ինքնաթիռները։ Շատ հետաքրքիր իմիջիայլոց առաջարկ է, բայց այստեղ շատ կարևոր է նշել, որ տարեկան, եթե ես չեմ սխալվում, նույն Rafale ինքնաթիռները այս պայդրությամբ Ֆրանսիան կարող է թողնել ընդամենը 25 հատ, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե չեմ սխալվում, մոտ 200 F-35 կարող են մեկ տարվա ընթացքում, այսինքն արտադրել։ Եվ եթե մենք դա հաշվի առնենք, ապա այս պահի դրությամբ դժվար չէ Ֆրանսիան կարողանա իր դաշնակիցներին վաճառել նույն Rafale օրինակի համար ինքնաթիռներ, այսինքն պետք է մեծ արտադրական ծավալների անցնեն, որպեսզի Ֆրանսիայի եվրոպական դաշնակիցները F-35 ինքնաթիռների փոխարեն ձեռք բերեն ֆրանսիական Rafale ինքնաթիռները։ Ինչ վերաբերվում է այսօր նախատեսվող հեռախոսազրույցին Պուտինի եւ Թրամփի միջև, կան որոշակի տեղեկություններ, թե ինչ կարող է պահանջել Ռուսաստանի Դաշնությունը, եւ ըստ Bloomberg-ի կարող է Վլադիմիր Պուտինը Թրամփից պահանջի, որպեսզի այդ 30 օրերի ընթացքում ոչ մի ռազմական մատակարարում տեղի չունենա Ուկրաինային։ Կան նաեւ խոսակցություններ այն մասին, ես կարծում եմ, որ դերևս չափազանցված են, բայց դրանք տարածվում են արևմտյան մամուլում, որ կարող է նույնիսկ Միացյալ Նահանգները ճանաչեն Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, այսինքն այդպիսի քննարկումներ արևմտյան մամուլում եւս կան։ Դրանից բացի խոսք կա նաեւ այն մասին, որ դրա դիմաց կարող է Ռուսաստանը օրինակի համար նույն Զապորոժիայի շրջանից դուրս գա եւ ատոմակայանը վերադարձնի Ուկրաինա, ինչ որ այսպիսի հարցեր են հիմա քննարկվում տարբեր լրատվամիջոցներում։ Այսօր նաեւ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի ապագա կանցլեր Մերցը, ով հաղթանակ է տարել ընտրությունների ժամանակ, նա ասել է, որ այն պատերազմը, որը հիմա վարում է Վլադիմիր Պուտինը ընդդեմ Ուկրաինայի, դա պատերազմ չէ միայն Ուկրաինայի դեմ, այլ ամբողջ Եվրոպայի դեմ է այդ պատերազմը։ Նրա խոսքերով այդ պատերազմը արդեն իսկ ընթանում է, կիբերհամակարգում է հիմա այդ պատերազմը ընթանում, տարբեր դիվերսիաների եւ ապա տեղեկատվության միջոցով է ընթանում այդ պատերազմը, եւ նրա կարծիքով այդ պատերազմական գործողությունների մաս են կազմում նաեւ որոշ ուժեր, որոնք որ գտնվում են երկրի ներսում։ Եվ ինքը հիշատակել է Գերմանիայում քաղաքական ուժի այլընտրանք Գերմանիայի համար այդ ուժին, որին որ աջակցում է ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Իլոն Մասկ, այսինքն Գերմանիան հստակ դիրքորոշում է արդեն հայտնում ոչ միայն Ռուսաստանի մասով, այլ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասով, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել պայքարել ներքին թշնամիների, ներքին ուժերի դեմ։ Սա եւս հետաքրքիր փոփոխություն է Գերմանիայի քաղաքականության մեջ եւ ապագա կանցլերը փաստացի հայտարարում է, որ այն պատերազմը, որը որ հիմա Պուտինը վարում է ընդդեմ Ուկրաինայի, դա պատերազմ է Եվրոպայի դեմ։ Այսքան այս պահի դրությամբ սիրելի հայրենակիցներ, կարծում եմ կարևոր տեղեկություններ մենք կունենանք արդեն երեկոյան, քանի որ ինչպես արդեն նշեցի, հեռախոսազրույց է տեղի ունենալու Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև։ Տեսնենք, թե ինչ հեռախոսազրույց կլինի, եթե արագ տարածվի տեղեկություն այս մասին եւ մենք ցես հաղորդելու բան ունենանք, ինչպես նաեւ վերլուծելու անպայման մենք կմտնենք եթեր եւ դուք կստանաք շատ արագ ձևով վերջին կարևոր տեղեկությունները այդ հարցի շուրջ։ Այս պահի դրությամբ այսքանը, հաջողություն, կհանդիպենք։